Ողջույն սիրելի Ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Ես Հնդկաստանի մայրաքաղաք Հələ շատ բարդ արելու սրանով ընկեր լուրջ եմ ասում։ Ես ճանապարհորդ նորոն եմ, ստեղ զբաղվում եմ ռիքշա քշելով։ Տարածությունը բացեք, վտանգավոր վարորդ է գալիս։ Ես ճանապարհորդ բլոգեր նորոն եմ։ Սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Մենք Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ենք, մասնավորապես Հին Դելիում։ Ու ես ստեղ զբաղվում եմ ռիքշա քշելով։ Սա Հին Դելիի ամենահին փոխադրամիջոցներից մեկն է համարվում, ու մինչև օրս հարյուրավոր մարդիկ այս ձևով ինչ ես անում արա։ Ու ստեղ հարյուրավոր մարդիկ ամեն օր սրանով իրենց աշխատանքն են իրականացնում ու նաև զբոսաշրջիկներին ցույց տալիս Հին Դելին, որը որ հիմա մենք կբացահայտենք միասին։ Արա ուժը պրոֆ եմ։ Մի ժամը 50 ռուպի օրոսգուշ աղբերը։ Ահա, կռուգ արդեն կռուգ տալը սովորանք։ I can work here. Հին Դելիի ամենանշանավոր կառույցներից մեկն է համարվում Կարմիր ամրոցը, որը կառուցել է Շահ Ջահանը, երբ երկրի մայրաքաղաքը դարձրեց Դելին։ Այդ ժամանակ մայրաքաղաքը կոչվում էր Շահանաջաբադ։ Սա նրա գլխավոր նստավայրն էր, ու եկեք գնանք ներս տեսնենք, թե ինչով է աչքի ընկնում Կարմիր ամրոցներից այս մեկը։ Մենք քանի որ արդեն հասցրել ենք տեսնել Ագրայի Կարմիր ամրոցը։ Այս հզոր դարպասը Բերթի մուտքերից մեկն է, բայց մինչև ներս կմտնեք անցնում եք մի հատ կամուրջով, որը որ դրսի հատվածը միացնում է բուն Բերթին, որովհետև այս երկու հատվածներն իրար միանում են sense մեծ ամբարով, որի մեջ լցված է եղել ջուր ամբողջ կողքերով, Բերթի այսպիսի խորը ամբար է եղել, որը որ Բերթը դարձրել է էլ ավելի անառիկ, երևի թե մոտ 2-3 մետր խորությամբ ու 10-15 մետր լայնությամբ այսպիսի ամբար է։ Բերթ մուտք գործելիս մի անգամից անցնում ես տարատեսակ մարքետների միջով, որտեղ վաճառվում են Հնդկաստանին հատուկ իրեր, ոճը, որը որ դուք հիմա այս պահին տեսնում եք, այս ոճը պատկանում է այն մարդուն, ով որ կառուցել է նաև Թաջ Մահալը, դրա համար բավականին շատ նմանություններ ունի ճարտարապետական առումով, ու մի փոքր ուշադրություն դարձրեցի, նկատեցի, որ ամեն դեպքում ճարտարապետը ու ճարտարապետները, ովքեր որ կառուցել են սա, նաև ոգեշնչված են եղել արաբական ճարտարապետությամբ, քանի որ իր կառուցվածքային ձևով բավականին մոտ է հենց այդ ճարտարապետությանը, արաբական աշխարհի մշակույթին, պարսկական մշակույթին ու լավ միաձուլված է հնդկականի հետ, բավականին գեղեցիկ է նաև։
Կարմիր ամրոցը նաև շատ կարևոր նշանակություն ունի նորանկախ Հնդկաստանի պատմության համար։ Քանի որ 1947 թվականի օգոստոսի 15-ին, երբ Հնդկաստանը ձեռք բերեց անկախություն, հենց այդ օրը եւ հենց այս վայրում Կարմիր ամրոցում բարձրացվեց Հնդկաստանի առաջին դրոշը։ Եվ ամեն տարի օգոստոսի 15-ին Հնդկաստանի վարչապետը հենց այստեղ տոնում է անկախության օրը։ Շահ Ջահանը, երբ երկրի մայրաքաղաքը Ագրայից տեղափոխեց Դելհի, առաջին բանը, որ արեց, հրամայեց, որպեսզի կառուցեն այսպիսի հզոր ամրոց։ Կառուցումը սկսվեց 1638 թվականից, տևեց 10 տարի, մինչև 1648 թվականը։ Դելհին արդեն ուներ հզոր ամրոց, որը անառիկ մնաց մոտ 100 տարի։ Միայն 1739 թվականին Նադիր Շահին հաջողվեց իր 200 հազարանոց բանակով տիրանալ այս բերդին եւ թալանել ու ավիրել բերդը։ Այս ճամփորդությունը որպես լավ հիշողություն ամրագրելու համար որոշեցի ինձ հետ այստեղից տանեմ ոսկե եռանկյունու մասին պատմող այս գիրքը։ Ես արդեն Դելհիում եմ, անցել եմ մյուս երկու քաղաքներով ու կարծում եմ սա հրաշալի հուշ է, որպեսզի միշտ թերթեմ եւ հիշեմ իմ Հնդկաստանի ճամփորդությունը։ Կարմիր ամրոցը ոչ միայն ռազմական եւ մշակութային կառույց է, այլ նաեւ կառուցված է այնպես, որ ունենա բազմաթիվ կանաչ զոնաներ։ Եվ այսօր այդ կանաչ զոնաները օգտագործվում են մարդկանց կողմից հանգստի ու ժամանցի համար։ Քաղաքային աղմուկից, առավել եւս հին Դելհիի աղմուկից կտրվելու համար սա կարծում եմ հրաշալի վայր է։ Իմիջիալոց ասեմ, որ 2007 թվականից Կարմիր ամրոցը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում։ Գնամ շարունակեմ բացահայտել քաղաքը։
Հին Դելին ավելի քան խելահեղ է։ Անկեղ իհարկե սա համարվում է հենց մայրաքաղաքի սիրտը, հենց մայրաքաղաքը ստեղից է սկսել ու առաջին մայրաքաղաքը եւ Դելին առաջին անգամ մայրաքաղաք դարձավ 17-րդ դարում։ Ուրեմն կառուցվեց հենց այս հին Դելին Շահ Ջահանի կողմից, բայց հետո բրիտանական գաղութացման ժամանակ մայրաքաղաքը տեղափոխվում է Կալկաթա, հետո երբ որ արդեն բրիտանացիները այստեղից գնում են, Հնդկաստանը անկախություն է ձեռք բերում, Դելին նորից դառնում է մայրաքաղաք ու էլ ավելի ընդլայնվում, էլ ավելի մեծանում։ Իհարկե ինչ որ դուք հիմա տեսնում եք, այս հին Դելին ամբողջ Դելին չի, որ այսպիսին է, բավականին նաև զարգացած հատվածներ ունի իր արբանյակ քաղաքները, մոտ 20 միլիոնի հասնող բնակչություն, եթե ոչ ավել, չնայած ես ես ավելին ասեմ, որ Հնդկաստանում շատ բարդ է մարդը համար իրականացնելը, քանի որ շատերը ուղղակի ծնվում են առանց հիվանդանոցներ գնալու, անգամ չունեն անձնագրեր ու այս հատվածում աղքատության մակարդակը կոնկրետ հին Դելիում զգացվում է, որ բավականին մեծ է։ This is masala tea here. Այս հատվածում վաճառում են մասալա թեյ, սա իրենք բավականին շատ են օգտագործում, ամեն քայլափոխից կարող ես հանդիպել կարելի է ասել, իրենք հիմնականում տենց սուրճ որպես այդպիսին չեն օգտագործում շատ, այլ մասալա թեյն են օգտագործում, ուրեմն ինչ է իրենից ենթադրում առասարակ մասալա թեյը, դա կովի կաթն է, բնականաբար իրենք գիտեք չէ, իրենց վերաբերմունքը կովին, բայց կաթից օգտվում են իրենք, կովի կաթն է, թեյը, որը որ եռացնում են մի կաթսայի մեջ ու նաև ավելացնում են մասալա համեմունքը, որը որ տալիս է շատ սուր արտահայտված համ ու նաև կողքից տարբեր համեմունքներ, դարչին, մեխակ ու այսպես շարունակ։ Մի խոսքով սա ամենապահանջված կետերից մեկն է շուկայում միանշանակ։ Բայց քանի որ ես կաթ ընդհանրապես չեմ օգտագործում, դրա համար զերծ կմնամ այս թեյից ցավոք սրտի։ Հնդկաստանում ամեն քայլափոխից կհանդիպես թեմփլներ, տաճարներ, բավականին շատ են, մինչև անգամ մարդիկ իրենց բնակարանների ներսում կառուցում են թեմփլներ, տուալետ չեն կառուցում, կառուցում են թեմփլ, մենակ։ Ու դրա համար բոլոր թեմփլների մոտ կհանդիպեք նաև այսպիսի ծաղկաշատ, կարելի ասել վայրեր, որտեղ որ վաճառում են ծաղիկներ, անգամ որ Հնդկաստան գալիս ես քեզ ընդունում են հենց այս ծաղիկներով, այսպես նաև հյուրընկալության նշանա ու նաև երբ որ մտնում ես տաճար, քեզ հետ վերցնում ես այսպիսի մասնավորապես օրինակ այս տաճար մտնելիս որոշ Շիվա աստծուն է նվիրված, վերցնում ես այսպիսի ծաղիկների զամբյուղ ու ներս ես գնում, այս միջոցով դու քո պատիվն ես տալիս Շիվա աստծուն, այստեղ մոմել կա, այդ մոմը վառում ես, հետո նաև ջրի մեջ են դա դնում, մի խոսքով շատ հետաքրքիր ռիտուալ է, how much this? 50. Օրինակ սա այսպիսի միացնեն զամբյուղը 50 ռուպիա։ Մի խոսքով Հնդկաստանում ամեն քայլափոխից կարող ես հանդիպել ամեն ինչ։
Դելհի փողոցներում պատրաստվող պաղպաղակն է։ Դե ինչպես է սա պատրաստվում, հիմա ձեզ ցույց եմ տալիս։ Ուրեմն այս տարայի մեջ լցված է կաթը, մի խոսքով չգիտեմ, պատրաստած հեղուկը, որից ստանում են պաղպաղակը։ Ուրեմն այս հեղուկը լցնում են այսպիսի տարայի մեջ, սրա ներսում սառույց է, արդեն դնում են այդ սառույցի մեջ, բնականաբար տարա սառում է մեջի հեղուկը եւս ու արդյունքում ստացվում է այսպիսի մի բան, եկեք փորձենք։ Հատուկ հայ հեռուստադիտողի համար ես փորձում եմ այս դասի պաղպաղակը։ Շատ քաղցր է։ Ինձ թվում է մենակ դե բնականաբար կաթ չի, ինչ որ ժելեի նման բան էլ կա, որը որ նրան ավելի կպչուն է դարձնում, ոնց որ նաև ժելե ուտես։ Բայց կաթի համը շատ տենց բառը արտահայտված գալիս է, ես չեմ սիրում եթե անկեղծ։ Սահմանափակվենք այսքանով։ How much this guys? 200? Really? Okay. Cannot be. Let's say me how much this one. Say. Գինեն կրակում անիմաստ անգամ նորմալ պաղպաղակ այստեղ 200 ռուպի չի։ Այնուամենայնիվ ասում եմ, որ այսպիսի մի հատ պաղպաղակ արժեր 200 ռուպի, իհարկե ինձ գիտեմ, որ ես զբոսաշրջիկ եմ երևում ամեն ինչից, դրա համար նաև գումար են աշխատում, բայց չեմ կարծում, որ այսպիսի անիմաստ մի բանը լինի 200 ռուպի, բայց ստիպած պետք է վճարեմ։ Ձեզ ասեմ, որ Հնդկաստանում համտեսել եմ իմ կյանքի ամենահամեղ անանասները, երևի ստեղ բավականին համով է անանասը, ու նորից շուկաներում, քաղաքի փողոցներում այդպիսի տաղավարներ, շարժական տաղավարներ բավականին շատ կհանդիպեք, որտեղ որ անանասը մաքրում են ու այդպես մատուցում։ Հին Դելհին նաև հարուստ է իր գաստրոնոմ նաև հատվածներով ու ստեղ նախաճաշային իրավիճակ է հիմա, ձվով բուտերբրոդներ են պատրաստում, տոստեր, ես կուշտ եմ իհարկե, չեմ օգտվի։ Ասեմ, որ հինդուները իրենք վեգան են, հիմնականում բուսական կերակուրներ են օգտագործում, սնունդ են օգտագործում։ Ասում եմ, սա վեգանների համար նախատեսված նախաճաշը։ Իհարկե Դելհիում կհանդիպեք լիքը հավեսթեղեր, մաքուր, խնամված, բայց կոնկրետ Հին Դելհին բարդակ լեվել գաց։ Քաղաքային աղմուկից հետո ամենակարևոր բանը Հնդկաստանում դա բարձրակարգ հյուրանոցն է։ Hello. Morning, sir. Please tonight. Yeah. Այս պահին կանգառը իրականացնում Դելհիի ամենաբարձրակարգ հյուրանոցներից մեկում։ Հիմա վերցնեմ քարտս եւ գնամ հանգստանալ։ My card. Thanks so much. Հոկտեմբեր ամսից սկսած Հնդկաստանի փողոցներում կարող եք հանդիպել այս տեսարանը։ Ստեղ սկսում են հարսանիքները, ինձ դա նշանակում է, որ Հնդկաստանի փողոցները լցվում են
երաժշտությամբ, գույներով, հրավառությամբ, այնպես որ գնանք մտնենք այդ հարսանիքի մեջ։